Ինչ է առաջարկում ձեր բուհը, որպեսզի գյումրեցի ուսանողները, շիրակցիները մնան այստեղ եւ չգնան մայրաքաղաք։ Մեր կարգախոսն է, որ մենք պատրաստում ենք մասնագետներ եւ ոչ շրջանավարներ։ Արդյոք ուսանողը, որը աշխատում է նաեւ, հնարավոր է կարողանա ձեր մոտ համատեղել եւ կրթությունը եւ աշխատանքը եւ որքանով է սա վնասում ուսանողին կամ հակառակը օգնում։ Հետազոտությունները ցույց տվեց, որ աշխատող ուսանողների մոտ գնահատականի միջինում 30%-ի անկում է նկատվում։ 100 ընդունված ուսանողից բուհը ավարտում է միայն 78-ը։ Հաջորդ հարցը ակադեմիական քաղաքի մասին է, որը մեծ ռիսկ կա, որ դատարկելու է մարզերը։ Մենք ինչ ենք ասում ենք, ինչի՞ բոլոր կլաստերները տանում Երևան։ Շատ ավելի հանգիստ է Գյումրին, շատ ավելի բեռնաթափված է Գյումրին, շատ ավելի գնային առումով ավելի հարմար է, քան Երևանը։ Ինչի՞ չբերենք եւ հյուսիսում ստեղծենք հզոր տեխնոլոգիական համալսարան, բայց ես շատ կուզենայի, որ երբ որ իրենք օրակարգեր են մշակվում, այդ թվում հանրապետական, նաեւ լսեն մեզ, որովհետեւ երբ որ դու գալիս եւ տեսնում ես, որ այդքան արդյունք է ստեղծվել եւ այո տեղում գնահատում ես այդ արդյունքը, այդ արդյունքը գնահատելուց զատ դու պետք է նաև գնահատես այդ արդյունքը ստեղծողին։ Թվում է թե սա գոհացնող պատկեր պետք է լինի պետության կողմից, բայց այսինքն կառավարության կողմից դրական արձագանք այս մասով չկա։ Մեր կարծիքը այսօր որևէ լուրջ քննարկման ժամանակ հաշվի չի առնվել։ Ակադեմիական քաղաքի մասին ամենաշատը մենք լսում ենք շենքային պայմանների քննարկում։ Որովհետև շենքային պայմանները ինքը ամենաչերևացող եւ մութ անդառն է։